Սատար հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2012 թվականին հաշմանդամություն ունեցող անձանց իրավական խնդիրներին լուծում տալու և հաշմանդամային սպորտի զարգացման համար։ Որոշեցին կազմակերպությունը անվանել Սատար։ Հիմնադիրները 4 տղաներ էինք, ովքեր մասնակցել էինք և Արցախյան պատերազմի և սահմանների պաշտպանության և հաշմանդամություն էինք ձեռք բերել։ Եղել եմ Հայոց ազգային բանակի հաբի մարտիկներից, անմիջապես կապ եմ ունեցել հրամանատար Ռազմիկ Վասիլյանի հետ։ Ես ինքս որպես նախկին սպորտսմեն, զինանոցին տեղյակ մարդ, կազմակերպել եմ պարապմունքներ, մարդկանց զենքի հետ շփվելու ձևն եմ սովորեցրել, հաբի միջոցներով կարողացել եմ զինամթերք և զենք տեղափոխել։ Մեզ համախմբեց ավելի շատ մեր իրավական խնդիրները։ Առաջի հենց խնդիրը վարորդական իրավունքն էր, որ խնդիր ունեինք վարորդական իրավունք ձեռք բերելու երկրում, այդ հարցը կարգավորվեց։ Սկսեցինք մտածել հենաշարժողական պարագաների մասին։ Ինտեգրման աշխատանքն էր ամենակարևորը, հասկացանք, որ բաց է։ Ստեղծման առաջին իսկ օրից Սատարը գործունեություն է ծավալում սեփական միջոցներով և Արցախյան ազատամարտին մասնակցած ընկերների օժանդակությամբ։ Մեր են մարտական ընկերներին, որոնք որ տարբեր պատճառներով Հայաստանում չեն, բայց իրանց սենց ժողովրդական լեզվով ասեմ ուշքու միտքը էլի Հայաստանում է, էլի մեր հետ են, նույն կամավորներն են մնացել, նույն նվիրալներն են մնացել։ Ամեն կերպ փորձում են և ստացվում աջակից են լինում մեր կազմակերպությանը, մասնավորապես հաշմանդամի թանկարժեք էլեկտրական նստասայլակներ են բերում, անվճար բաշխում։ Հաճելի է այն զգացումը, որ մարդիկ հայրենիքից դուրս փորձում են ու կարողանում են մեզ աջակից լինել։ Կարողացանք բարերարներ գտնել, համագործակցելով Հայաստան ենք ներկրել մոտ 1000 սայլակներ, անվա սայլակներ մասնագիտացված և բաշխել են կարիքավորներին։ Այս տարի սպասարկվել են առաջնակի շատ մեծ քանակությամբ հաշմանդամություն ունեցողներ են գյուղական համայնքներից։ Մենք ինքներս ենք գնացել և տեղում արտագնամազային օրթոպեդիկ պարագաների բաշխման խումբ ձևավորեցինք և կարողացանք ովքեր ունեին իրոք այդ պարագաների կարիքը ներգրավել այս ծրագրի շրջանակներում և աջակցել մարդկանց։ Մասնակցելով օրթոպեդիկ հենաշարժողական պարագաների արտադրման համար հայտարարվող պետական մրցույթների, Սատար կազմակերպությունը ձեռք է բերում ֆինանսավորում և սկսում արտադրություն։ Տասնյակ մասնագետների համար այսօր արդեն լուծված է զբաղվածության և սեփական կեցությունն ապահովելու խնդիրը։ Արտադրության մեջ հաշմանդամություն ունեցող մասնագետների ներգրավելու համար կազմակերպությունը սերտորեն համագործակցում է զբաղվածության կենտրոնների, սոցապ նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Մասնագետների խնդիր առաջացավ այս սայլակների հետ կապված, Հայաստանում նման մասնագետներ մենք չունենք, հրավիրեցինք արտերկրից, եկան և մասնագիտացված դասընթացներ վարեցին և Հայաստանում ունենք 12 մասնագետներ, 2014 թվին, 15 թվին արդեն մեր այդ մասնագետների միջից լավագույն ավարտած մասնագետներ կարողացան իրենք դասավանդել ու մենք ինքներս հետևողական լինելով կարողացանք բավականին մեծ տարբերություն ունենալ նախորդ տարիների որակի հետ կապված։ Սատար հաշմանդամների հասարակական կազմակերպությունը սերտորեն համագործակցում է Պաշտպանության նախարարության հետ։ Կազմակերպության անդամների մեծ մասը Պաշտպանության նախարարության հաշմանդամություն ունեցողներ են, որոնք կարիք ունեն մշտական ուշադրության, պարգևատրումների, խրախուսանքների, մեր հայրենասիրական ոգին բարձրացնելու ծրագրերի մեջ շատ կարևոր ենք համարում մեր երիտասարդների ներկայությամբ մեծարել մեր հերոսներին։ Մենք կարողացանք գտնել այնպիսի հերոսների, որոնց անունները չի հիշատակվում և միջնորդություններ ներկայացրեցինք դպրոցներում, անվանակոչության գոնե մեկ դասարանի իրենց սովորած դասարանների և իրենց դպրոցներում, իրենց համայնքներում աշակերտների ներկայությամբ իրենց պարգևատրումներ, իրենց անցած ուղին ներկայացնելով մեծ աշխատանք արվեց։ Հաշմանդամություն ունեցողների մեծ մասի պետական գերատեսչական պարգևները մեր միջնորդությամբ են ստանում Պաշտպանության նախարարությունից, բոլոր մեր պետական տոներին
Մենք միջոցառումներ ենք կազմակերպում հենց մեր գրասենյակում, զորամասերում, այցելում ենք զինվորների հետ սահմաններ, նախընտրում ենք միշտ մեր հերոսներին պարգևատրել զինվորների ներկայությամբ, վիրավոր տղաների, որ հասկանանք կա գնահատական, որը նույնպես շատ կարևոր է։ Մեր առաջ խնդիր ենք գրել հաշմանդամային սպորտի զարգացմանը նպաստելու, շատ քիչ մարզաձևեր կա, որ հաշմանդամություն ունեցողները տեղյակ են, մարզում են, մարդիկ անգամ տեղեկացված չեն հաշմանդամային սպորտի մասին։ Նախագահի կողմից կազմակերպված լավագույն մարզական ընտանիք, որը անցկացնում է Ծաղկաձոր սպորտ բազայում մեր, գրավել եմ ես իմ ընտանիքը երկրորդ տեղն ենք մենք գրավել։ Նորից նախագահի կազմակերպած այս լավագույն Հաշվանդամ մարզիկ այդ մրցաշարի ժամանակ ներկայացնում եմ բասկետբոլը, ես անվասայլակներով բասկետբոլ խաղա, Երևանի թիմը մեր գրավել է առաջին տեղը։ Ասեմ, որ յուրաքանչյուր պարգև ոգեշնչում է յուրաքանչյուր մարզիկին, որ նա լինի ավելի ուժեղ, ավելի արագ, ավելի ճկուն։ Ասեմ, որ եթե նույնիսկ մարզիկը պարտվում է ինչ-որ մարզաձևում, դա պարտություն չի, դա մի փորձ է, որը մյուս մրցումների ժամանակ ինքը կուռի իր սխալը, կաշխատի իր սխալների վրա եւ կպայքարի առաջին տեղերի համար։ Բասկետբոլի ուսումնամարզական ավակ են կազմակերպել Պաշտպանության նախարարության վարչական համալիրում, Պաշտպանության նախարարը անձամբ ինքը եկավ եւ հանձնեց մրցանակները, սպորտի եւ երիտասարդության նախարար Ռաֆել Ղազարյանը մեզ տրամադրեց սեղան թենիսի, մարզումների արդյունքում ունեցանք մրցանակային առաջին տեղ Հայաստանում առաջին անգամ նոր մարզիկ մեր Արթուր Գալստյան։ Հաշմանդամություն ունեցող մարդու մոտ ինչ-որ մի բանով առաջ գնալ կամ ինչ-որ մի նախաձեռնություն իրականացնել արդեն մեծ հաղթանակ է։ 2015-ին հաշմանդամների մեջ կայացավ մրցաշար Հայաստանի առաջնություն, որտեղ գրավեցի առաջին տեղը։ Շարունակել եմ մարզվել, շարունակել եմ մարզել։ Կոնկրետ սենց ասեմ, եթե թենիսը իմ կյանքում չլինի, հաստատ ես ինքս արդեն չեմ։ 17-18 թվականին ուզում ենք հիմնել մեծ արտադրամաս, կարի արտադրամաս, էլի կլինեն դասընթացների տեսքով, ծրագիր ունենք, համապատասխան տարածք ունենք, սարքավորումների հարցը լուծելուն պես կսկսենք արտադրություն։ Առաջին հնարավորության դեպքում լուծվելու է տեղաշարժվելու կարողությունից զուրկ անձանց զբաղվածության խնդիրը։ Սատար հաշմանդամների հասարակական կազմակերպության գործունեության շրջանակները լայն են, առաջիկա նպատակները բազում։